Գնում ենք Լուսակերտի սրբավայրեր։ Իսկական ուխտի են գնում, որովհետև ոտքով են գնում։ Դե դրանից հետո ինչ խոսք սիրո ճաշ։ Սոնա դարի դորա պակի գնում է։ Լուսակերտը հիմնադրվել է 1948 թվականին։ Գյուղն ունի հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հուշարձան կոթողներ։ Լուսակերտը կամ արգելը գտնվում է Կոտայքի մարզի հարավ-արևելյան մասում, Հրազդան գետի աջափնյա լեռնալանջին։ Նրանք մտնում ենք, աղոթենք դուրս գանք, չէ։ Որտեղ ենք մտնում։ Եկեղեցի։ Թուխմանուկ է Լուսակերտի, Թուխմանուկ սրբավայրն է։ Թուխմանուկ մատուռը կառուցվել է 4-ից 5-րդ դարերում։ Վերակառուցվեց Թուխմանուկ մատուռը 2009-2013 թվականին բարերարությամբ Արթուր Հակոբյանի և նրա եղբայրների Գոռ և Վահագնի հիշատակ իրենց հոր Սերժիկ Հակոբյանի։ Հրավիրում ենք խաչակրկնում ենք, նոր մտնում ենք։ Եվ մի տանից մեզի փորձը, այլ ըկյազ մեզի չարել, զիքո արկայություն, եզրություն և հարկ կավիծյանս ամեն։ Թուխմանուկից քիչ հեռու Ծորալանջին է գտնվում Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին 5-րդ դարի եկեղեցի է։ 1400 թվին Լեկ Թեյմուրի ապրել է, արշավանքից ապրել է եկեղեցին։ Վանից, Մուշից գաղթել են այստեղ։ Եկել են վերաբնակվել են ստեղներից։ Ու այդ 1880 թվին սկսել են վերակառուցել։ 1890 թվին, 2 տարի հետո եկեղեցին նույնպես վերակառուցվել։ Ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը եկեղեցու օրն է, որ պատարակ է։ Այս եկեղեցին երբ անցա սկսվել վերանորոգվել է։ Մի ամիս չկա։ Իսկ ասում են երբ կլինի վերջնական պատրաստ։ Վերջնական ասելով ինչ եմ Այս ամբողջ գերաները արևմտյան Հայաստանից։ Մեծեր գիտեմ, մուշում ինչ-որ տեղ կա, որ անտարը այս մատերիալը ընդեղ գոյություն ունի։ Ճաշակերտու խաղաղության սկերակուրս, որ պարգևյալը մեզի տառնե, օրհնյալը Տերի պարգևը սուրբ ամեն։ Հրաշալի բնության գրկում գետի ափին ճաշակելու են դիթով հաց։ Մուսալարա խողանոց։ Ման ոնթոր պիցա լինի։ Նիկա հայկա պիցա յարս։ Կանաչ զեյթունով, լոլիկ պղպեղի մածուկով, շատ համով,
հաց է եւ վրան էլ կանաչի է։ Ինձ սիրուն տեղեր կան Յուսակերտում։ Մամ, հրենդը ուշադիր նայ այնտեղ ճուկիկներ կգտնես։ Ձուկի կգտնեմ ինչ անեմ։ Տեսնե՞ն։ Փառք տիեզերականս, որ կերակրեց մեզ եւ լիացուց, եւ նմա փառք Հավիտյանս ամեն։